Մինչև հուլիսի 19-ը կատարեք գնումներ Իդեալ համակարգի խանութներից եւ ամեն շաբաթ ստացեք հնարավորություն շահելու 500,000 դրամ արժողությամբ ճամփորդական ուղղագիր դեպի Կարմիր ծով, Իտալիա, Իսպանիա կամ ձեր նախընտրած ուղղությամբ։ Առաջինի եթերում մանրամասներն են, բարև ձեզ, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսօր իմ հյուրն է քաղաքական վերլուծաբան Գոռ Աբրահամյանը, բարև ձեզ, պարոն Աբրահամյան։ Բարև ձեզ։ Սկսենք Եվրոհանձնաժողովի եւ նախագահի այցից Հայաստան, Երևան, Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենը տարբեր հայտարարություններ է արել, տարբեր խոստումներ է տվել։ Ես չեմ ուզում հիմա անդրադառնամ այդ խոստումներին եւ հայտարարություններին, հարցը այսպես ձևակերպեմ, պարոն Աբրահամյան, ինչի համար է Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել Երևան, ինչով ենք կարևոր մենք այսօր, Հայաստանը կարևոր Եվրամիության համար եւ ինչով է կարևոր մեր ամբողջ տարածաշրջանը Եվրամիության համար, հաշվի առնելով, որ մինչեւ այդ Եվրոհանձնաժողովի նախագահը եղել է նաեւ Բաքվում։ Շատ լավ հետաքրքիր հարց է, իսկապես վերջի շրջանում մենք տեսնում ենք Եվրոպական միության կողմից հատուկ վերաբերմունք կամ հատուկ քաղաքականություն Հարավկովկասյան տարածաշրջանի եւ Հայաստանի նկատմամբ, եւ սա պատահական չի կարող լինել։ Մի շատ կարեւոր գործոն կա, որը ակտիվացրել է եվրոպական քաղաքականությունը մեր տարածաշրջանում։ Խոսքը նրա մասին է, որ Եվրոպան, Եվրոպական միությունը փորձում է կառուցել այսպես կոչված մեծ միջին միջանցքի տեսլականը, գաղափարը, որի ամբողջ էությունը հետևյալն է. Միջին Ասիան գլոբալ, ուրեմն Հարավային Կովկասի եւ Թուրքիայի միջոցով կապել ուրեմն Եվրոպայի հետ եւ այդպես սա դիտարկել որպես մեծ միջանցք, ինչը դիտարկվում է որպես Եվրոպայի ստրատեգիական անվտանգության եւ նաեւ առևտրատնտեսական անկախության կարևորագույն միջոց կամ գործիք։ Եվ այս առումով Հարավային Կովկասը ձեռք է բերել Եվրոպայի համար չափազանց կարևոր առանցքային նշանակություն։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել եմ փաստի վրա, որ այն ժամանակահատվածում, երբ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գտնվում էր Հարավային Կովկասում, նույն այդ ժամանակահատվածում Թուրքիայում էր գտնվում Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը Կայա Կալասը, նրա հետ էր նաև ընդլայնման քաղաքականության հարցերով եւ նաև միգրացիայի հարցերով եվրոպական կոմիսարները եւ բանակցություններ էին վարում նաև զուգահեռաբար ըստ էության նաև Էրդողանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանի հետ եւ հետաքրքիր է նաև որ երկու դեպքում էլ բավականին սինխրոն հայտարարություններ են գրեթե եղել կապված հատկապես այսպես կոչված շատ հետաքրքիր բառ կապվածությունների քաղաքականության հետ, փոխկապակցվածության քաղաքականության հետ եւ այս Թուրքիայում են հնչել են նաեւ ուրեմն Բաքվում, հետագայում նաեւ դրանից հետո նաեւ հաջորդ օրը դրա մասին Երևանում խոսեց արդեն ֆոն դեր Լայենը։ Եվ հետաքրքիր է որ Հայաստանում այդ հայտարարությունը անելիս իդեպ նաեւ Բաքվում հանձնաժողովի նախագահը Տիկին ֆոն դեր Լայենը հատուկ շեշտադրում արեց, որ Եվրոպական միությունը պատրաստում է $200 միլիոն ներդրում կատարել այստեղ, խոսքը վերաբերում է հիմնականում էներգետիկ, տրանսպորտային եւ թվային տեխնոլոգիաների ոլորտի ընդհանուր համակարգում։ Դա global gateway իմաստ չի։ Այո, global, այո, շատ ճիշտ նկատեցիք եւ սա այսինքն ցույց է տալիս, որ ընդհանուր հետաքրքրությունների եւ ընդհանուր դաշտում է եւ Ադրբեջան եւ Հայաստան եւ ըստ էության Թուրքիա, եթե այսպես կարելի ասել, հա։ Սա ինչի համար եմ շեշտում, ցույց տալու համար, թե ինչու է այդքան կարևորվել Հարավային Կովկասը եւ ինչու է կարևոր նաեւ Հայաստանը։ Այս գաղափարը կենսագործել առանց Հայաստանի ու այսօրվա իրողությունների պայմաններում գործնականում անհնար է եւ հատկապես այն հանգամանքը, որ անցած տարվա սեպտեմբերին Միացյալ Նահանգներում ուրեմն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ կարևոր
քայլեր ձեռնարկվեցին, այսինքն ստորագրվեց խաղաղության նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը եւ նաեւ TRIP-ի ստեղծման նախադրյալները իրավական ձևակերպվեցին եւ ստեղծվեցին, սա այսպես ֆունդամենտ ձևավորեց Եվրոպայի համար իր քաղաքականությունը այս տարածաշրջանում ավելի ակտիվացնելու եւ սա հիմք ծառայեցնելու այդ խաղաղությունը ֆունդամենտալ հողի վրա դնելու համար, որպեսզի կարողանան այդ մեծ ծրագիրը իրականացնել։ Եվ այս իմաստով Հայաստանի համար կարելի ասել նոր հնարավորությունները նաեւ ստեղծվում։ Պարոն Աբրահամյան, դուք նշեցիք, որ եվրոպական այս նախագիծը մեծ միջին միջանցքը ուղղված է եւ հետապնդում է նպատակ իջեցնել Եվրամիության կախվածությունը։ Այո։ Ումից։ Կախվածությունը Ռուսաստանի ազդեցությունից, այսինքն կոմունիկացիաների նկատմամբ Ռուսաստանի ազդեցությունից եւ էներգետիկ ազդեցությունից եւ ոչ միայն Ռուսաստանի, այստեղ խոսքը նաեւ որոշ չափով վերաբերում է Չինաստանին, թեև Չինաստանը նաեւ դիտարկվում է որպես պոտենցիալ պարտներ, հատկապես այս միջին միջանցքի միջոցով կապի գլոբալ տնտեսական հաղորդակցության տեսանկյունից, բայց խոսքը առավելաբար այս պահին վերաբերում է ռուսական ազդեցությունից ազդեցությունը չեզոքացնելուն կամ նվազեցնելուն, իսկ Հարավային Կովկասը մշտապես եղել է Ռուսաստանի ազդեցության գոտին, դա բոլորին քաչ հայտնի է եւ Աքիլեսյան գարշապարը ըստ էության գտնվում է այստեղ։ Խնդիրն այն է, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանը բավականին էական քայլեր կատարել եւ նաեւ իր էներգետիկ պաշարները հնարավորությունը տվել են, որպեսզի հնարավորինս բարձրացնի սուբյեկտայինությունը եւ դրան օժանդակել է նաեւ Թուրքիայի աջակցությունը, իսկ Հայաստանը երբևէ չի ունեցել այդ հնարավորությունը եւ բոլոր այսպես թելերով կախված է եղել Ռուսաստանից։ Հիմա հաշվի առնելով նաեւ իր սուվերենության մակարդակը բարձրացնելու Հայաստանի ձգտումները եւ եվրոպական ստանդարտերին համապատասխանեցնելու իր ձգտումները, Հայաստանի ձգտումները, Եվրոպան, այսպես ասած, ընդառաջում է այդ արձագանքին եւ փորձում է նաեւ այդ հանգամանքը օգտագործել։ Ես ուզում եմ մի շատ կարեւոր միտք այս առումով հնչեցնել, որպեսզի ամեն ինչ հասկանալի լինի եւ այն մակերեսային ընկալումները, որ մենք գործ ունենք այսօր Եվրոպայի կողմից Հայաստանին զուտ օգնություն ցուցաբերելու, դժվար վիճակում օգնություն ցուցաբերելու հանգամանքի հետ ցրվեն այս մտայնությունները, որովհետեւ այդքան էլ այդ գործոնի հետ մենք գործ չունենք։ Թեև ենթատեքստում դա ենթադրվում է եւ կա, ուրեմն տպավորությունն է, որ Տիկին Ֆոնդերեք, որ ընդհատում եմ, Ֆոն դեր Լայենի այցի միայն մի մասն է լուսաբանվում ԶԼՄ-ներում, բոլոր հարցերը այդ օգնության մասին են, գումարների, միլիոնների մասին են եւ բուն գործընթացը, որը պետք է լուսաբանվի, չի լուսաբանվում։ Այո, ես հենց այդ նպատակով եմ խոսքս կոնկրետացնում։ Հայաստանում, այո, ամբողջ մեդիա միջավայրը, փորձագիտական դաշտը սևեռվել է ռուսական տնտեսական ճնշումները թուլացնելու եւ Հայաստանին օգնության ձեռք մեկնելու այսպես կոմպոնենտի վրա եւ հարցը Հայաստան-Եվրոպա հարաբերություններ եւ Ֆոն դեր Լայենի այցի հետ կապված դիտարկում է փոքր նեղ տիրույթում, բայց իրականում սա ընդհանուր այդ գլոբալ համակարգի մաս է կազմում։ Այսինքն պետք է ընկալել հետեւյալ կերպ, որ Եվրոպական միությունը շատ լավ հասկանում է, որ առանց Հայաստանին այս վիճակից դուրս բերելու, այսինքն առանց Հայաստանին տնտեսությունը հնարավոր կոլապսից փրկելու եւ իր տնտեսական անկախությունը վերականգնելու, հնարավոր չէ կենսագործել իրենց այդ գլոբալ նպատակը, խնդիրը եւ հենց սա է պատճառը, որ Եվրոպան այդքան կարեւորություն է տալիս հենց Հայաստանի հետ հարաբերություններին։ Տեսեք, խոսքը այնտեղ ոչ միայն 200 միլիոնին է վերաբերում, այլև նաեւ 2 միլիարդ եվրոին է վերաբերում, որոնք ներդրումների տեսքով հետագայում պետք է լինեին, այսպես ասած, նաեւ ուրեմն այդ ֆինանսական ներարկումներին 18 միլիոնի, 20 միլիոնի չափով, որոնց մասին Երևանում եւս ուրեմն հայտարարվեց, հա, եւ սրանք պատահական չեն, այսինքն սրանք ուղղված են Հայաստանի տնտեսական վիճակի կայունացմանը, Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը, այլընտրանքային հնարավորությունների ստեղծմանը, դրանով իսկ ռուսական ազդեցությունը Հայաստանում թուլացնելուն, որը ինքնաբերաբար ծառայում է արդեն Եվրոպայի այդ գլոբալ իմ նշած առաջին հարցի շրջանակներում նշած նպատակին։ Այս առումով իմ տպավորությամբ
ֆինանսական այդ ուրեմն խոստումները ձեր կողմից նշված ոչ այնքան օգնություն են, այլ ներդրում են այդ մեծ գլոբալ աշխարհում։ Սա շատ կարևոր է հասկանալ։ Սրանք ներդրումներ են Եվրոպայի կողմից իր նպատակներին հասնելու տեսանկյունից եւ Հայաստանը պարզապես հայտնվել է մի իրավիճակում, երբ կարող է ստեղծված այդ իրավիճակից իր համար շատ կարևոր դիվիդենդներ ձեռք բերել։ Պարոն Աբրամյան, օրինակ մի թիվ հնչեցնեմ այս համատեքստում 18 միլիոն եվրո, որը ասել է Տիկին ֆոն դեր Լայենը, դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո, այս 18 միլիոնը վերջնական մասն է, այն 52 միլիոն եվրոյի օգնության փաթեթի, որը մենք քննարկել էինք մեր հեռախոսազրույցում հուլիսի սկզբին նշել է նա։ Ձեր կարծիքով այս գումարները 52 միլիոն եվրոն համարժեք է այն ծառայություններին, որը Եվրամիությունը ակնկալում է այս փուլում Հայաստանից։ Կարծում եմ ոչ, դարժեքը շատ ավելի մեծ է, բայց այդ գումարը ինչի մասին որ խոսվել է եւ 18 միլիոնը եւ 50 քանի միլիոնը, սրանք ուղղված են ավելի շատ այդ գյուղատնտեսության եւ գյուղատնտեսական ապրանքների իրացման հնարավորությունների մեծացման եւ նոր շուկաների ձեռքբերման, այսինքն ես այսպես եմ պատկերացնում, որ այդ ներդրումները հիմնականում այդ ոլորտին են վերաբերում եւ սա ընդհանրապես մի փոքր սպեկտրն է ընդհանուրի մեջ։ Այստեղ կարևորը այդ գումարի այդ սիմվոլիկ գումարի չափը չի, կարևորը նա է, որ շատ արագ է արձագանքել Եվրոպան ստեղծված իրավիճակին, տարբերություն նախկին բոլոր իրավիճակների եւ շատ արագ ցույց է տալիս, որ ինքը պատրաստ է Հայաստանին ուրեմն ձեռք մեկնել մի իրավիճակում, երբ ինչպիսի իրավիճակում ժամանակին ուշացրել են, չգիտեմ, Վրաստանի հետ կապված, ուշացրել են Ուկրաինայի հետ կապված եւ այլն եւ ուրեմն շատ ավելի հեշտ է լինելու այս պայմաններում հնարավորինս ավելի այսպես սահուն հաղթահարել այդ ճգնաժամը, որը հնարավոր ավելի սուր լիներ, եթե այս օժանդակությունը Եվրոպայի կողմից չլիներ։ Այսինքն այդ ներդրումները, ճակերտավոր եմ ասում, ներդրումները Եվրոպայի կողմից իսկապես շատ փոքր են։ Ես պետք է նաև նշեմ, որ ավելի հեշտ է Հայաստանի պարագայում բացել շուկան հայկական արտադրատեսակի գյուղամթերքի կամ չգիտեմ ուրեմն խմիչքների արժեվ նաև պայմանավորված նրանով, որ Հայաստանի արտադրողական հզորություններն են բավականին փոքր եւ եվրոպական ահռելի շուկայի համար դա շատ մեծ ծավալ չի կազմում, որպեսզի նաև իրենց մաքսային քաղաքականության վրա որևէ էական ազդեցություն ունենա եւ սա թույլ է տալիս լինել շատ ավելի ճկուն Հայաստանի հետ, Հայաստանի պարագայում ու խոսել շատ ավելի ուղիղ եւ շատ ավելի անմիջական եւ արագ արձագանքել ստեղծված իրավիճակին եւ մենք տեսնում ենք գործնականում, որ այսպես հայտարարություններից հենց անմիջապես հետո գործնականում ժամերի ընթացքում սկսում են այդ խոստումները իրականացվել։ Այս շատ կարեւոր ազդակ է նաեւ Հայաստանի հանրությանը ցույց տալու համար, որ այն ուղղությունը, որը որդեգրվել է Հայաստանի կողմից, այսպես ունի ներքին հաշվարկներ, հիմնված այսպես ռացիոնալ հաշվարկների վրա եւ նաեւ հեռանկարային այս իմաստով։ Այսինքն սա ուղղված է նրան, որ ցույց տալու համար, որ ուրեմն սա զուտ ցանկությունների խնդիր չի, սա նաեւ հաշվարկված քաղաքականություն է եւ այդ քաղաքականությունը իրականացնելու երկկողմ շահագրգռվածություն եւ երկկողմ կարողություն նաեւ։ Պարոն Աբրամյան, դուք վստահ եք, որ այդ ուղղությունը ընտրվել է եւ խնդրեմ նաեւ ձևակերպեք, այդ ինչ ուղղություն է ընտրվել, որովհետեւ այս հարցում կան շատ տարընթերցումներ, տարակարծիք ենք մենք բոլորս, ինչպես եւ միշտ։ Ես կուզենամ լսել ձեր կարծիքը, ինչ ուղղություն է ընտրվել։ Ես մի անգամ ձևակերպել եմ այդ միտքը, չեմ զլանա նորից կձևակերպեմ։ Դա շատ է պետք ձևակերպել։ Խոսքը վերաբերում է Հայաստանի անվտանգային տնտեսաքաղաքական դիվերսիֆիկացմանը եւ սուվերենության բարձրացմանը։ Դուք կարծում եք դա ընտրվել է այդ ճանապարհը։ Այո, ես կարծում եմ այդ ճանապարհն է ընտրվել եւ սա Հայաստանի անվտանգության երաշխավորման միակ ռացիոնալ ճանապարհն է։ Կրկնում եմ, այստեղ խոսքը չի վերաբերում միայն Ռուսաստանի կամ չի վերաբերում հատկապես Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելուն, հետեւաբար նաեւ չի վերաբերում հատուկ Ռուսաստանի նկատմամբ ճշնամական վերաբերմունքի կամ ճշնամական քաղաքականության իրականացմանը։ Խոսքը վերաբերում է օգտագործել
աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների տված հնարավորությունները, ռեսուրսները, օգտագործել բոլորի շահերը, տարածաշրջանում խաչվող շահերը, երաշխավորելու եւ ապահովելու համար Հայաստանի շահերը եւ ապահովելու առաջին հերթին նաեւ անվտանգությունը։ Շատ կարեւոր մի գաղափար է կենսագործվում, թղթի վրա ուրեմն գծագրված խաղաղությունը ֆունդամենտալիզացնել կամ ինստիտուցիոնալ բնույթ հաղորդել դրան, իսկ դա հնարավոր չէ առանց այստեղ ներդրումներ կատբերելու, արտաքին ներդրումներ բերելու եւ նաեւ այդ ներդրումները պաշտպանելու գործուն մեխանիզմերի ձևավորման։ Ես չգիտեմ ինչքանով կարողացա միտքս բարձրացնել, բայց սա է, այսինքն այնպես անել, գինը այնքան բարձրացնել տարածաշրջանային կայունության եւ խաղաղության, արժեքը այնքան բարձրացնել, որ որևէ կողմին ձեռնտու չլինի եւ նպատակահարմար չհամարվի այստեղ պատերազմելը, հակառակը բոլոր կողմերին շահավետ լինի ստեղծված կոմունիկացիոնես հաբի հնարավորություններից օգտվել։ Այս պարագայում միանշանակ երկարաժամկետ կտրվածքով խաղաղությունն էլ է երաշխավորելու, պատերազմի բացառումն էլ է երաշխավորելու բնականաբար։ Պարոն Աբրամյան, այս ամենի համատեքստում դուք ինչպես եք կարծում, դեպի Եվրամիություն Հայաստանը գնում է անդամակցության ճանապարհով այս պահին։ Ես կարծում եմ, որ մենք գնում ենք Եվրոմիության չափորոշիչներին համապատասխանել, կամ անդամության չափանիշներին համապատասխանելու ճանապարհով։ Սա շատ ավելի մեծ կապիտալ է ձևավորելու, քան հենց ի սկզբանե անդամակցությունը որպես իդեա ֆիքս ամրագրելը։ Որովհետև սա այս մոտեցումը, այս գաղափարաբանությունը պայմաններ է ստեղծում, որպեսզի շեշտադրումը կատարես քո ներքին ռեսուրսների եվրոպականացմանը կամ եվրոպական չափանիշներին համապատասխանեցմանը, որի պայմաններում արդեն քո ընտրությունից է կախված լինում կոնկրետ հասունացած պահին որոշում կայացնել գնալ այդ ճանապարհով թե չգնալ այդ ճանապարհով, որովհետև այդ իրավիճակ կարող է շատ տարբեր լինել, այսինքն աշխարհակաղակական պայմանները, Հայաստանի իրավիճակը այնքան տարբեր կարող են, որ ուրեմն պայտակ դու կարող ես որոշել գնում ես անդամակցության հայտ ներկայացնելու ճանապարհով, թե հրաժարվում ես դրան, բայց պահում ես այդ անդամակցության համար անդամակցության պայմաններին բավարարելու պահանջը, որովհետև դա ժողովրդավարացման ուրեմն խնդիր է, դա տնտեսական համակարգի, կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, եվրոպական ստանդարտերին համապատասխանելու ուրեմն քաղաքականություն է եւ սա բերելու է ընդհանուր պետության արդյունավետության եւ կենսունակության բարձրացման։ Սա շատ ավելի նպատակը ունենք անդամության։ Դա ածանցյալ խնդիր է եւ այդ հարցը կորոշվի կոնկրետ այդ պահին արկա աշխարհաքաղաքական իրողություններից եւ Հայաստանի համար ռիսկերի եւ շահերի հաշվարկի արդյունքում։ Պարոն Աբրամյան, ինչու եմ ես այս հարցը տալիս, տեսեք, նախընտրական շրջանում տարբեր տեղերից եւ իշխանության ներկայացուցիչների կողմից եւ դիմության ներկայացուցիչների կողմից ես լսել եմ այսպիսի միտք, որ այ եթե Եվրամիության անդամության մասին օրենքը չընդունվեր 1.5 տարի առաջ, Ռուսաստանը այս ամենը չէր անի, սա էր պատճառը։ Այ օրենքը մենք ընդունեցինք, մենք ասացինք, որ մենք գնում ենք Եվրոպա, Ռուսաստանն էլ դեմ է, որ մենք գնանք Եվրոպա։ Դեպի իշխանության ներկայացուցիչները նաև ասում էին, որ ընտրություններից հետո այդ բոլոր պատժամիջոցները կչեղարկվեն, այդպեսի կարծիք էր կա, տեսանք, որ դա չեղավ։ Հիմա լավ, այս օրենքն է խնդիրը, թե այնուամենայնիվ այլ ինչի մասին մենք մոտավորապես կես ժամ արդեն խոսում ենք։ Տեսեք, ինչի են այդպես պրիմիտիվացնում այս լուրջ խնդիրը։ Պրիմիտիվացնում են, որպեսզի դա անցկալվի որպես ներքին խնդիր եւ հայ-ռուսական կամ հակառուսականության խնդիր։ Պատճառը եւ նպատակը սա է։ Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետեւյալ երկու հանգամանքի վրա։ Երբ որ այս օրենքը ընդունվեց, ընդ որում այդ օրենքը վերաբերում էր ոչ թե անդամակցության հայտ ներկայացնելուն, այլ ընդհանրապես ցանկությանը, անդամակցության հայտ ներկայացնելու ցանկությանը, այսինքն, այսպես ասեմ, քաղաքականությունը, վարվող քաղաքականությունը եվրոպական ստանդարտներին համապատասխանեցման բերեց օրենքի մակարդակի, այսինքն որպես օրենք ձևակերպվեց։
ոչ այդ ժամանակահատվածում, երբ որ այդ օրենքն ընդունվում էր, ընդ որում հիշում եք, այդ օրենքն ինչպես ընդունվեց, քաղաքացիական նախաձեռնություն եղավ, ստորագրահավաք երկար ժամանակ իրականացվեց բան, այդ ամբողջ ժամանակահատվածում Ռուսաստանը այդպես առանձնահատուկ սուր վերաբերմունք չէր դրսևորում, անգամ այն բանից հետո, երբ այսպես մեզ մոտ ընդունվեց Հռոմի ստատուտը, այո, այդ ժամանակահատվածը, որը ընկալվում էր որպես Պուտինի այսպես կոչված ձերբակալման հնարավորությունների ստեղծման մասին ակտ, հա, այդ ժամանակ էլ արձագանքը այսքան սուր չէր, բայց հանկարծ այն բանից հետո, երբ որ Միացյալ Նահանգներում ստորագրվում է խաղաղության, նախաստորագրվում է խաղաղության պայմանագիրը, հանկարծ այն բանից հետո, երբ որ գործնական հողի վրա դրվում է միջին միջանցք կամ մեծ միջին միջանցքի գաղափարը եւ սկսում են դրա ուղղությամբ քայլեր ձեռնարկվել եւ հանկարծ Մոսկվայում տեսնում են, որ կոնկրետ ներդրումների մասին արդեն խոսք է գնում, այսինքն փողի մասին է խոսք գնում, որը դրվում է այդ պրոյեկտներում, սկսվում է այսպիսի մի աժոտաժ։ Ես ուզում եմ ինչի համար եմ սրա մասին խոսում, որ պարզ լինի, որ այստեղ խնդիրը բացարձակապես այդ չի, խնդիրը շատ ավելի գլոբալ հարթությունում է, քան զուտ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունը։ Հայաստանը ըստ էության Ղարաբաղյան պատերազմից հետո կամ Ղարաբաղի կորստից հետո միակ լծակն է կամ ոչ թե Հայաստանը, այլ Հայաստանի կախվածությունը, էգզիստենցիալ կախվածությունը կամ այն ընկալումը, որ դա այլընտրանք չունի, Ռուսաստանից կախվածությունը այլընտրանք չունի, եղել է մնում էր միակ լծակը Ռուսաստանի կողմից ազդեցություն գործադրելու այդ բոլոր նոր կոմունիկացիաների իրեն շրջանցող, այս տարածաշրջանում շրջանցող կոմունիկացիաների նկատմամբ հսկողություն սահմանելու կամ անգամ թույլ չտալու։ Հիմա Ռուսաստանը զրկվում է ահա այդ կարևոր լծակից։ Ռուսաստանի նյարդայնության հիմնական պատճառը հենց այս հանգամանքն է, որ ինքը կորցնում է շատ ավելի մեծ բան, քան փոքրիկ Հայաստանը, որովհետև փոքրիկ Հայաստանը ինքն իրենով իր համար որևէ նշանակություն չի ունեցել, իրենք միշտ սա ընդունել են որպես ֆորպոստ եւ երբեք չեն թաքցրել, որ որպես ֆորպոստի էլ վերաբերում են։ Իսկ հիմա իրանք կորցնում են շատ ավելի լուրջ ենթահող եւ իրենց այս ամբողջ թույլ եմ տալիս ինձ ասելու հիստերիայի ամբողջ պատճառը սա է, որ իրենք շատ ավելի մեծ բան են կորցնում Հայաստանը կորցնելով, քան թվում է առաջին հայացքից։ Սա պետք է մեր ուրեմն մեծ հետևողները շատ լավ ընկալեն, որպեսզի ամբողջ համատեքստը կարողանան պատկերացնել տեղի ունեցողին։ Նաև այսպիսի մի հարց, պարոն Աբրահամյան, դուք նշեցիք, որ իրականացնել առանց Հայաստանի այդ մեծ նախագիծը, պայմանական մեծ միջին միջանցքը կամ global gateway, ով ինչպես կուզի, անհնար է։ Ես անընդհատ կարծիքներ եմ լսում Ադրբեջանում եւ Թուրքիայում, որ դա հնարավոր է անել Վրաստանի միջոցով եւ Հայաստանի մասնակցությունը այստեղ պարտադիր չէ։ Բաքվում շատ են գրում տարբեր բարբերականներ այսպիսի նախագծերի մասին եւ Հայաստանի անունը ընդհանրապես չեն տալիս, բայց դա իրականում հնարավոր է ձեր կարծիքով։ Առանց Հայաստանի տեսականորեն հնարավոր է եւ մենք տեսել ենք, որ այդպիսի պրոյեկտներ իրականացվել են, խոսքը Բաքու-Թբիլիսի-Ջեհյան եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում այս գազատարների եւ խողովակների կառուցմանն է վերաբերում, որոնք շրջանցել են Հայաստանը եւ այո, հնարավոր է, որ այս աշխատի այդպես այդ միջանցքը, բայց դա ինչու է հնարավոր եղել։ Հնարավոր է եղել, որովհետև Հայաստանը չի եղել գործոն։ Հայաստանը չի եղել սուբյեկտ, Հայաստանը եղել է մի կողմ, որը մշտապես իր քաղաքականությունը, իր վարքագիծը, իր գործողությունները պայմանավորել է Ռուսաստանի դիրքորոշումներով եւ ամենակարևորը կախվածության մեջ է եղել Ղարաբաղյան կոնֆլիկտից այն իմաստով, որ ուրեմն այդ կոնֆլիկտը խանգարում է կամ այդ կոնֆլիկտը պատճառը հիմնականում, որ մենք հնարավորություն չունենք ներգրավելու այդ պրոյեկտների մեջ եւ աշխարհակահաղական են կենտրոնները, որոնք հիմա տարածաշրջանում մեծ ակտիվություն են դրսևորում, իրենք հենց այդ հանգամանքն են հաշվի առնում, որ կոնֆլիկտային գործոնը որպես այդպեսին այս տարածաշրջանում այլևս չկա։ Եվ հարց առաջանում, այդ նույն բաները, այդ նույն թրիփը օրինակ եմ ասում, հա, նույն, չգիտեմ, մեծ միջանցքը, այդ միջին միջանցքի գաղափարը, ինչու այն ժամանակ չէր դրա մասին չէր շրջանառվում, հիմա է շրջանառվում, երբ որ Հարավային Կովկասում ռեալ հնարավորություններ են ստեղծվել,
ռուսական ազդեցությունից զերծ կամ ռուսական ուրեմն ներգրավվածությունից զերծ ունենալու մեծ ընդհանուր միջանցք։ Ես այստեղ Հայաստանի միայն փոքրիկ այդ հատվածը նկատի չունեմ, հա, ընդհանուր մեծ միջանցքը, որի մասին ես խոսեցի։ Հենց այդ պատճառով, որ ամենակարևոր լծակը Ղարաբաղյան կոնֆլիկտը եւ Ռուսաստանի ազդեցության հնարավորությունները այստեղ նվազագույնի են հասցվում։ Սա է ամենակարևորը։ Թե չէ այսինքն առանձին փոքրիկ կամ փոքր չասենք դե լոկալ բնույթի նախագծեր էլի մինչև այդ էլ եղել են եւ համոզված եմ որ կարող են լինել պլյուս դրան մենք չմոռանանք նաեւ որ Վրաստանի նախկինում այն ժամանակ երբ որ իրականացնում էին այդ նախագծերը ուներ այլ կարգավիճակ ռուսական ազդեցությունից դուրս կարգավիճակ էր կամ ձգտումն այդպեսին էր որ այլ իշխանություն այո իսկ հիմա բոլորովին այլ իրավիճակում են գտնվել եւ Հայաստանին այսօր մեծ խաղացողները այդ ներդրումներ կատարելու ունակ աշխարհակական կենտրոնները տալիս են Հայաստանին այն դերը որը նախկինում տալիս էին Վրաստանին այս դերի փոփոխությունը, կարգավիճակային փոփոխությունը այս պահին ծառայում է Հայաստանի շահերից եւ հանգամանքների դասավորությունը այդպես է ստացվել, որ մենք պետք է այդ հնարավորությունը կարողանանք մաքսիմալ կերպով օգտագործել։ Հուսանք պարոն Աբրամյան, շատ շնորհակալ եմ ձեզ հարցազրույցի համար։ Իմ հյուրն էր քաղաքական վերլուծաբան Գոռ Աբրամյանը, քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։ Մեր եթերը շարունակվում է, իմ հյուրն է արտաքին եւ անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոնի համահիմնադիր Դավիթ Պետրոսյանը, բարև ձեզ պարոն Պետրոսյան։ Բարև ձեզ պարոն Ստեփանյան։ Պարոն Պետրոսյան, ես հետևում եմ մամուլի ԶԼՄ-ների արձագանքին Եվրամիության հանձնակատար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի այցի շուրջ, հիմնականում խոսվում է ֆինանսական աջակցության մասին 18 միլիոն, 52 միլիոն խոսվում է Ռուսաստանի ճնշումների մասին տնտեսական պատժամիջոցների, որ Տիկին Լեյենը եկել է, որ հայտնի մեզ Եվրամիության աջակցությունը, նույնիսկ ես այդպիսի բան եմ լսել, որ ասել է, որ կարող եք հույսը դնել մեզ վրա, քննարկվում է այս ամենը հիմնականում, բայց չի քննարկվում երևի թե ամենակարևորը, ամենատեղս ես չեմ հանդիպել այդքան շատ։ Ինչու է Տիկին ֆոն դեր Լեյենը եկել Հայաստան? Եթե մենք ընդունենք որպես աշխատանքային այն վարկածը, որ եկել է որպես Եվրամիության աջակցությունը հայտնի մեզ, որ մենք կարող ենք հույս դնել Եվրամիության վրա, Ռուսաստանի սանկցիոն պատժամիջոցային պատերազմի համատեքստում, ապա անհասկանալի ինչու է եկել Բաքու, որտեղ եւս խոսել է աջակցության մասին։ Օրինակ Global Gateway նախագծի շրջանակներում, իդեպ Երևանում էլ այդ մասին խոսել Ինչ են ուզում մեզանից Բրյուսելում, ինչու է եկել Երևան եւ Բաքու։ Այո, շնորհակալ եմ հրավերի համար, պարոն Ստեփանյան, ֆինանսական իմաստով համաձայն եմ, եթե հիշենք Ամերիկայի փոխնագահ Վենսի այցի ժամանակ էլի մեր ուշադրության կենտրոնում հիմնական ֆինանսական կոմպոնենտը, եթե չեմ սխալվում, նույնիսկ հաց եղավ այդ առումով։ Օգնություն, այո։ Մեզ շատ է հետաքրքիր ֆինանսական օգնություն։ Օգնությունը ներդրում, այդ հաց տրվեց ու նույնիսկ ինքը պատահեց, ասեց ես չէի կենտրոնում այն ֆինանսական բաղադրիչի, որտեղ մենք ավելին ենք խոսում քաղաքական որոշման մասն ենք խոսում, որ հատկապես կարևոր է։ Մեզ մոտ այս խոսակցությունը լինում է, մենք հենց այդ ֆինանսական լինումը քննարկում ենք շատ է, քիչ է, ինչ-որ բացասական բան ենք ուզում նկատել, պետք է հասկանանք այս իրականությունը, պետք է փորձենք նաև կոմունիկացնել, որ կարևոր կոնտեքստն է քաղաքական որոշումն է, որ քաղաքական որոշում կա, դա նշանակում է շահերի համընկնում կա, ֆինանս գտնվում է։ Ու նույնը մենք նկատեցինք այժմ։ Իմ կարծիքով այս այցը նույնպես շատ քաղաքական էր, պետք է նշենք, որ նույնիսկ շատ դրական, լավատես տրամադրված էքսպերտային համայնքը չէր սպասում նման զարգացում, չենք սպասում նման հայտարարություններ, չենք սպասում նման տեսակի աջակցություն, հնարավորությունների ստեղծում, ու սա էլի նման է այն ինչ որ եղավ օգոստոսին Ամերիկայի մասով։ Մենք էլ չենք սպասում, որ կարող է նման դրական
զարգացումներ, բայց դա եղավ։ Իմ կարծիքով այցը քաղաքական էր, սա ընտրություններից հետո էր, այսինքն Եվրոպան հայտնի որ պատրաստ է աշխատել այս իշխանությունների հետ օրակարգը շարունակելու մասով։ Ադրբեջան այց եւ Հայաստան այցի կազմով կախված է լոգիստիկայի հետ, այսինքն այդ միջին-միջանցքի գաղափարը, եթե հիշենք նույնիսկ Եվրամիությունը փոքր ռիլ էր տարածել, որտեղ նշում է թե Հարավային Կովկասը ինչպիսի ռազմավարական նշանակություն է ստանում իրենց համար, քանի որ Ռուսաստանով անցնող ճանապարհը, Իրանով անցնող ճանապարհը վտանգված են եւ չեն աշխատում առնվազն մեկը ու իրենց պետք է նոր ճանապարհ ու այստեղ մեծ դեր է ստանում Հարավային Կովկասը։ Իմ կարծիքով Հայաստան-Ադրբեջան այցը ուղղված է հենց սրան, որպես այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, շարունակվեն, դրանց հավելյալ ուժ հաղորդվի։ Ու ստեղ եթե փորձենք արձանագրել ինչն է կարևոր, մենք բավական երկար ժամանակ գիտենք, որ նշվում է, որ ԱՄՆ-ն Հայաստանում չունի ռազմավարական շահ եւ Հարավային Կովկասը դիտարկում է Ռուսաստանի անկյունից, այժմ դա ևս այդպես չէ։ Նույն այժմ մենք կարող ենք նաեւ արձանագրել Եվրամիության մասով։ Նրանք ունեն ռազմավարական շահ տարածաշրջանում եւ մենք այժմ այդ շահի իրացման տեսանկյունից նաև մեր հարաբերությունը նրանց հետ բարելավում են։ Տեսեք, պարոն Պետրոսյան, դուք էլ նշեցիք, որ փորձագիտական շրջանակների համար ԱՄՆ-ի գործողությունները, ԵՄ-ի գործողությունները, արձագանքը, այցերը, այդ այցերի մակարդակը անսպասելի էր։ Ինչ է տեղի ունեցել, որ այդ մակարդակը եւ արձագանքը դարձավ իրականություն։ Ինչ են ուզում այդ մարդիկ մեզանից, մեծ հաշվով, հա, փորձենք շատ պարզ, ես նույնիսկ պրիմիտիվ ձևակերպել այս հարցը։ Պատրաստակամություն, որ մենք կշարունակենք մեր ստանձնած պարտավորությունները, քաղաքական կամք ունենք դա անելու եւ չնայած Ռուսաստանի դրված խոչընդոտներին, մենք կպահպանենք մեր հանձնառությունները, իրանք էլ այդ առումով նշում են, որ այն ինչ որ խնդիրներ կան, օրինակ տնտեսականն էր խնդիրը, մենք տնտեսականով պատրաստ ենք օգնել։ Ռազմականն էր այն ժամանակ խնդիրը, տեսեք ԵՄ դիտորդներին մենք բերեցինք։ Այժմ տնտեսական խնդիրներ ունենք, մենք պատրաստ ենք նաև տնտեսականին արձագանքել։ Իմ կարծիքով սա է հիմնական եզրակացությունը, որ մենք կարող ենք անել։ Իրանք մեզնից ցանկանում են պատրաստակամություն շարունակել հանձնառությունները, որ մենք վերցրել ենք։ Շատ լավ, բայց չէ որքանով ես հասկանում եմ, կան նույնիսկ հակասություններ նույն Եվրամիության եւ ԱՄՆ-ի շահերի միջև։ Այդ նույն տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում Նախ ԱՄՆ-ն անվանում է դա թրիփ նախագիծ եւ փորձում է իրականացնել Հայաստանի հարավում։ Եվրամիությունը, եթե մենք դատենք նույն Տիկին ֆոն դեր Լեյենի հայտարարություններից, դիտարկում է այդ նույն թրիփը, ինչպես եւ մնացած տարբեր նախագծերը կոմունիկացիոն տարածաշրջանում, այդ Global Gateway նախագծի շրջանակներում եւ պատրաստակամություն է հայտնում իդեպ եւ Բաքվում եւ Երևանում տրամադրել 200 միլիոն եվրո այն հեռանկարով, որը հետագայում հավաքագրվի այդ նույն նախագծի իրականացման համար 2 միլիարդ եվրո։ Այստեղ կան ակնհայտ հակասություններ եւ ես կուզեի նշել վարչապետ Փաշինյանի լրագրողներին ինքը պատասխանում էր 3 հուլիսի 2-ին զրույցում Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ասուլիսի ժամանակ եւ շրջանակներում նա ասաց, որ մեծ հաշվով, եթե շատ կարճ, թրիփում չի նախատեսվում Եվրամիության մասնակցությունը։ Այն դեպքում, երբ ես կարող եմ սա ենթադրել, Ուրսուլա ֆոն դեր Լեյենը խոսում էր եւ հենց այդ ակնկալվող մասնակցության մասին։ Մենք այստեղ խնդիրներ չենք ունենա, օրինակ Եվրամիության հետ, այսինքն մենք կարող ենք ենթադրել, մենք չգիտենք այդ մասին իրականում։ Ես հիմա ենթադրություններով եմ խոսում, որ Նիկոլ Փաշինյանը մերժել է ֆոն դեր Լեյենի այս առաջարկությունը։ Ես միանշանակ պատասխան չեմ կարող տալ։ Հրապարակային տեղեկատվությունը շատ կարևոր հետաքրքիր է։ Պարզ է, որ թրիփի հետ կապված շահագրգռվածությունն են տարբեր կողմերը, կարող ենք ասել, որ կարող են ունենալ նաև որոշակի հակասություններ, այսինքն շահի բախման կիզակետում, բայց ինձ թվում է, որ այս համատեքստում մենք կարող ենք համադրել երկուսի շահերը եւ խուսափել ինչ-որ ամեն կոնֆլիկտից, որը կարող է ազդել process-ի վրա։ Ինձ թվում է, որ այս տարածաշրջանի ապաբլոկավորման համատեքստում, որ իրական ընթացքի մեջ է, ու մենք պետք է ընդունենք, որ այս բայդրությամբ բացի թրիփից դեռևս այլ ճանապարհի մասին հողի վրա շատ խոսակցություններ մենք չենք տեսնում։ Իմ կարծիքով մենք կարող ենք ԵՄ-ին փորձել ներգրավել այդ
հատվածում, որտեղ եթե տարածաշրջանը ապապոլոկավորվում է, թրիփը հանգույցներից մեկն է։ Այնտեղ տարբեր կոնֆիգուրացիաներ կարող են լինել, որտեղ իմ կարծիքով կարող են ներգրավել նաև եվրոպական գործընկերներ։ Բայց ինձ թվում է, որ Ամերիկայի եւ Եվրոպայի հակասություն այս տարածաշրջանում մեր մոտ հակասությունը այդքան բարձր չէ։ Նույնիսկ մենք կարող ենք տեսնել, որ այժմ իսկ Ուկրաինայի մասով այնտեղ կան նրանց մոտ հակասություններ Ուկրաինայի մասով, բայց այնտեղ այժմ նա գտնում է փաստորեն նույն էջի վրա։ Իսկ ինձ թվում է, որ Ամերիկայի ու Եվրոպայի մասով հնարավոր են տեխնիկական խնդիրներ, նաև հնարավոր է քաղաքական լարվածություն, բայց դրանք իմ կարծիքով կառավարվող են։ Մենք ուղղակի պետք է փորձենք հասկանալ, թե ինչ կարող ենք առաջարկել բոլոր հետաքրքրվող կողմերին, որպեսզի բոլոր լինեն ներգրավված։ Կարծիքով այդ հնարավորությունները կան, իմ կարծիքով, բայց այն դեպքում պետք է ուշադիր եւ մանրակրկիտ աշխատենք խնդիրներից խուսափելու համար։ Շարունակելով ձեր պատասխանը իմ հարցին, նշեմ նաև ցիտեմ վարչապետ Փաշինյանին այդ նույն հարցազրույցի ժամանակ, հարցոպատասխանի ժամանակ նա նշել է, որ թրիփ նախագծի շրջանակում մենք աշխատում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Ես դեռ նախընտրական շրջանում բազմիցս ասել եմ, որ ուսումնասիրությունները բացահայտել են արևելքի եւ արևմուտքի միջև ամենակարճ ճյուղին, որը անցնում է հենց Հայաստանի տարածքով, մասնավորապես Տավուշ, Լոռի եւ Շիրակ մարզերով։ Այս ծրագրի իրականացման ամենապարզ եղանակը Ղազախիջևան, Վանաձոր, Գյումրի, Ախորիկ ավտոճանապարհների բացումն է միջազգային բեռնափոխադրումների համար վճարովի հիմունքներով։ Սա շատ հեշտ իրագործելի նախագիծ է, որի համար անհրաժեշտ է քաղաքական պայմանավորվածությունների եւ սահմանների բացում։ Եվ նաև ես շարունակեմ վարչապետ Փաշինյանին ցիտել, ես այնքան էլ չեմ հասկանում, թե ինչու Բրյուսելը պետք է այնտեղ մասնակցի, եթե մենք արդեն թրիփում, եթե մենք արդեն իրականացնում ենք ծրագիրը ամերիկյան կողմի հետ։ Թեև ԵՄ դիրքորոշումն այս հարցում անշուշտ դրական է։ Այսինքն, որքանով ես հասկանում եմ, եթե մենք տատենք այս հարցու պատասխանից, ԵՄ-ին մենք առաջարկում ենք մասնակցել այս նախագծում, որը այսպես ասեմ, ոչ պակաս կարևոր է Հայաստանի համար, քան նույն թրիփ նախագիծը։ Ոստեր կարգը շատ տրավաբանական եմ կարգով վարչապետի խոսքը, ինչպես չէ թրիփի եղավ, քանի որ ամերիկյան կողմը կարողացավ ադրբեջանական կողմին համոզել այս process-ի մեջ ներգրավել, որպեսզի նրանք թողնեին այդ Զանգեզուրի միջանցք կամ նոյեմբերի 9-ով ստանձնած կետերը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները համոզեցին։ Սա Ամերիկայի Միացյալ Նահանգների Դոնալդ Թրամփի վարչակազմի հաջողությունն է։ Ու հենց իմ կարծիքով միայն ամերիկյան աշխարհական կշիռը կարողացավ այդ նախագիծը իրագործելի դարձնել, որտեղ իմ կարծիքով ռուսական կողմի հետ էլ է խոսակցություն եղել։ Արդյոք կկարողանա եվրոպական կողմը դա անել, մինչ այդ չէին կարողանում։ Եթե մենք հիշենք Բրյուսելյան պլատֆորմի ժամանակ մենք ունեցանք լուրջ խնդիրներ իրականում։ Բրյուսելյան պլատֆորմի ժամանակ տեղի ունեցավ Ղարաբաղի էթնիկ զտումը։ Չնայած այն զուգահեռ էր նոյեմբերի 9-ին, սակայն Շարլ Միշելը անձամբ ներգրաված էր process-ում։ Ու պարզգացվում է, որ եվրոպական կողմը չնայած մեջ հաջողություններ գրանցում է, բայց ամեն դեպքում հավելյալ ճնշման կարիք կա։ Ու այդ ճնշումը թրիփի մասով իրականացնեն ամերիկացիները եւ տրամաբանական է, որ նրանք էլ իրականացնում են նախագիծը։ Իմ կարծիքով սրանով վարչապետը հենց դա է փորձում նշել, որ կա մեկ այլ նախագիծ, կա մեկ այլ պրոյեկտ, այն ինչ որ արդեն այսպես ձեռք բերվել է, դա եկեք շարունակենք, իսկ այստեղ եթե կարող եք մեզ օգնել, որպեսզի մենք ադրբեջանցիների հետ կարողանանք այս մասով կոնկրետ պայմանավորվածությունները, դուք էլ ներգրավեք այս նախագծում։ Իմ կարծիքով հենց այսպիսի մոտեցումներ մենք որդեգրել ենք ու դա շատ տրամաբանական է։ Իմ կարծիքով եվրոպական գործընկերներն դա շատ լավ հասկանում են։ Հասկանալի է, պարոն Պետրոսյան, որ այս աշխարհաքաղաքական ավելի շատ աշխարհատնտեսական հավասարումը չի կարող դառնալ իրականություն եւ ստանալ իր պատասխանը, եթե այս ամենում ակտիվ ներգրաված չլինի նաեւ Ադրբեջանը։ Ինչպես նաեւ եթե Հայաստանը ներգրաված չլինի միայն Ադրբեջանը, այսինքն դա պարզ է։ Հիմա հարցը այսպեսինն է. Իլհամ Ալիևը բոլոր Բաքու ժամանող Եվրամիությունից պաշտոնյաներին հայտարարում է մոտավորապես նույն բանը. խաղաղությունը արդեն հաստատվել է, չէ՞։ Բայց խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում եւ առնվազն վերջին 1 տարվա ընթացքում ինչ այս խաղաղությունը հաստատվել է, այսինքն մենք ունենք 2 նվաճում։ Մեկը սահմաններին ադրբեջանցիները չեն կրակում, մարդկանց չեն սպանում, եւ երկրորդը այս պահին Ադրբեջանի տարածքով Հայաստանը ներմուծում տրանզիտով Ռուսաստանից ցորեն, չգիտեմ ինչ, Ադրբեջանը մեզ վաճառում է վառելիք, դիզել, բենզին։ Ես տեսնում եմ այս 2 նվաճումը։ Այլ նվաճում ես չեմ տեսնում լուրջ։
Եվ հասկանալի է, եթե մենք լսում ենք Ալիևյան այս հայտարարությունը, որ արդեն խաղաղությունը եկել է։ Եվ գիտեք, ես հետևում եմ Բաքվից խոսացող գլուխների հայտարարություններին, արձագանքներին եւ որոշ վերլուծություններին, որոնք հրապարակվում են, մոտեցումը մոտավորապես այսպիսինն է։ Եկեք մենք մի փոքր սպասենք, տեսնենք ինչ է լինում Իսրայել-Թուրքիա հարաբերություններում, տեսնենք ինչ է լինում ԱՄՆ-Իրան հարաբերություններում, ինչով է Ուկրաինայում պատերազմը ավարտվում, հա։ Տեսնենք նույնիսկ այսպիսի բաներ է հնչում եղերն իհարկե ճակերտների մեջ, հա, ցեղասպանությունը, տեսնենք այս խնդիրը ինչպես է լուծվելու Թուրքիայի եւ Իսրայելի միջև, Հայաստանը ինչպես կա։ Այսպիսի բաներ։ Մենք սպասենք, ոչ մի բան չանենք։ Ինչու՞։ Եթե այս ամենը բխում է Հայաստանի շահերից, մենք հասկանում ենք, որ դա նմանապես պետք է բխի Ադրբեջանի շահերից, որ տարածաշրջանը բացվի, իրենք ստանան տրանզիտի համար վճարներ, կոմունիկացիոն նախագծեր իրագործվեն, այդ 2 միլիարդի շրջանակներում կլինի դա գլոբալ դարպասներ, թե կլինի մեծ միջին միջանցք, թե կլինի թրիփ, կարևոր չի անվանումը, ինչա բոլոր կողմերը ստանան իրենց շահույթը, ինչի են այդ մարդիկ փորձում ժամանակ ցկել եւ արհեստական խոչընդոտներ ստեղծում այս նախագծերի իրականացման համար։ Ինքնով երկու բացատրություն կար ինքնով արտաքին քաղաքականություն եւ ներքին։ Արտաքինի մասով մենք շարունակված ենք, որ պատերազմ չլինի, մենք շարունակված ենք, որ այս խաղաղության process-ը հնարավորինս երկար տևի, այս պատուհանը մենք որտեղ մենք եղել ենք պատված կողմը։ Ու նոր հնարավոր կոնֆլիկտի դեպքում հավանականությունը, որ մենք կպատերենք, ավելի բարձր է։ Ճիշտ մենք շարունակված ենք, որ այս ինչքան հնարավոր է ներգրավող process-ներ լինեն, ինտեգրացիոն ծրագրեր լինեն, որտեղ ինչքան ինչ-որ ծրագիր կա, այնքան պատերազմի հավանականությունը քիչ է։ Արդյոք Ադրբեջանը նույն կերպ շարունակված է այս առումով, ես կարծում եմ իրանք ավելի քիչ շարունակված են։ Հնարավոր է, որ իրենք պատկերացնում են, որ հնարավոր կոնֆլիկտի դեպքում իրենք ավելինին կարող են հասնել։ Միջև հիմա այդպես են կարծում։ Կարող է, այո։ Եկան այս բոլոր հայտարարությունները Վաշինգտոնից, Բրյուսելից, հա, այս բոլոր այցերը, քաղաքական նպատակները, նախագծերը Ադրբեջանը կարող է այդ ամենի դեմ գնալ։ Ոչ թե դեմ գնալ, այլ այդ process-ն ինքը չի կարողացել ասել չէ, նույն թրիփի մասով ամերիկյան առաջարկից նրանց համար բարդ է եղել հրաժարվել, իմ կարծիքով։ Այդ ներդրումն է, որ իրանք Հայաստանը իրականացնում են, դա լավ է, իրենք ցույց են տալիս, այլ խաղաղություն կա, տեսեք մենք մեր գործի բաժինը իրականացնում ենք։ Դրանով առնվազն ապահովագրելով ՀՄ եւ ԱՄՆ-ի ոչ բացասական վերաբերմունք իրենց նկատմամբ, որ իրենք ապակառուցողական կողմը չեն։ Բայց արդյոք սա Ադրբեջանի համար լավագույն տարբերակն է, ես չեմ կարող ասել, որտեղ եթե Ադրբեջանը մտածում է, որ ռազմական ճանապարհով ինքը կարող է ավելինին հասնել, իսկ իմ կարծիքով հավանականությունը քիչ չէր, այդ տարբերակը միշտ էլ կարող է մնալ սեղանին, եւ որ աշխարհակաղակական իրավիճակի փոփոխության դեպքում իրենք ավելինին հասնեն։ Դե պարզ ուղղակին մենք արկա իրավիճակում շատ ակտիվ չենք լինում, շատ չենք ներգրում, եթե մտածում ենք, որ մենք այլ լավ սցենար ունենք սեղանին։ Իսկ թվում է Ադրբեջանը սա դեռ իր մտքում պահում է։ Ու նույն այդ սահմանական հավաքվեի օրակարգը, որ նշում են, որ դրանով նոր այլ վերջնական խաղաղություն կլինի, դա իմ կարծիքով այն գիծն է, այն կետն է, որ իրենք միշտ կարող են օգտագործել, նշելով, որ Հայաստանը պայմանավորվածությունը չի իրականացրել։ Իսկ այս բոլոր նախագծերը ընթացքի մեջ են, շատ լավ է, որ գնում է, բայց աշխարհակաղակական փոփոխությունները բարդ է ամբողջովին կանխատեսել եւ հաշվարկել։ Սա իմ կարծիքով արտաքին քաղաքական հատվածն է։ Ներքինի հետ կապված սա արդեն Իլհամ Ալիևի ռեժիմիով է պայմանավորված, որքան նա կկարողանա արդյոք այս հաջողությունները պատճառ-հետևանքային կապով կազդեն իր վերընտրվելու վրա։ Իր հիմնական ժառանգությունը, հաջողությունը, նպատակը եղել է Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտը պատերազմը հայերի հետ եւ ձախողումներն է կապել է մեզնով։ Հիմա երբ որ պատերազմի հեռանկարը, կոնֆլիկտի հեռանկարը, հայկական սպառնալիքը վերանում է, նա ժողովրդի նոր բան պետք է մատուցի։ Դա պետք է լինի բարեկեցությունը, բաց սահմանները, տնտեսական հաջողությունները, բայց արդյոք սա կլինի այն հաջողությունը, որը ժողովուրդը իրենք կընտրի, որ նա կկարողանա պայել համակարգը փակ, կոնսոլիդացված։ Հասկանալ արդյոք այդ հաջողությունը կա։ Այո, ու եթե լինել, ինչ չափի կլինի։ Դե ես դրա համար եմ ասում, հիմա այս նախագծերը որ սկսեն իրականանալ, միգուցե նաև այդ տնտեսական աճը կլինի։ Եկեք հիշենք, օրինակ, որ երկրորդ համաշխարհից հետո բոլոր հաղթած ղեկավարները հեռացան։ Այո։ Չերչիլը գնաց, Շարլ դե Գոլը գնաց,
Ու կարծում եմ համեմատությունները տեղին չէ։ Չէ, ես չեմ իրեն համեմատում, ինքը հաղթանակ է տարել։ Ինքը հաղթող ղեկավար է երկրի ներսում։ Այո։ Բայց հետո հաղթողներից այլ բան են պահանջում են բարեկեցություն։ Ունակ մեկ-մեկ այդ դրանից հետո իրենք հեռանում, դեռ նոր պահանջ է գալիս։ Նույնը կա եկամ Հայաստանում։ ԿՊ-ի ձայները եթե մենք նայենք, իրենք ավելի շատ էին ակնկալում, չէ՞։ Ես ընդհանրապես իրենք շատ էին ակնկալում։ Ես չեմ համեմատում, համեմատելու բան իհարկե չկա։ Ես նշում եմ, որ ժողովրդի ցանկությունները ու ինչպես ղեկավարությունը պատկերացնում հաճախ տարբերվում են։ Ուրեմն ինքը խնդիր ունի սեփական ռեժիմը պահելու համար։ Իր խնդիրը դա է։ Ու արդյոք այս process-ները համընկնում են իր ռեժիմը պահելու տեսլականի, թե չէ, իմ կարծիքով այդտեղ հարցականներ կան, որտեղ Ադրբեջանը միջև հիմա մնում է փակ պետություն։ Այդ որ արձանագրեմ, այո, ցեղասպան, էթնիկ զտում իրական ասած ավտորիտար ղեկավար երբեք չի կարող համատվել երկրորդ համաշխարհում հաղթանակ տալած առաջնորդն հետ։ Բայց դա միայն դա չէ, մենք կարող չենք յուրաքանչյուր պատերազմ հաղթած ղեկավարի վատ կամ լավ։ Ես նկատում եմ ժամանակ են ձգում, որ ստանան ինչ որ հավելյալ պայմաններ եւ նորից վերադառնան այն հին երկին, տարածքային պահանջներ Հայաստանին, հա՞, սա է ասում։ Հնարավոր է, ես չեմ բացառում։ Եթե դու գիտես, որ դու կարող ես հաղթել հնարավոր պատերազմ, ինչու է տարբերակը բացառել։ Հայկական կողմը։ Բայց չէ որ դու այն երկիրն ես, որը պետք է թույլտվություն ստանա այդ պատերազմի համար։ Ումից։ Օրինակ այն տարածաշրջանային եւ գլոբալ խաղացողների, որոնք իրենց շահերը ունեն այս Ռուսաստանի հետ կապված, եթե օրինակ Ռուսաստանը կարողանա տարածաշրջանում փորձի ազդեցությունը վերականգնել ու կային է հակամության երկից կախված։ Այդ հնարավոր է, որ այդ կոնֆիգուրացիան նորից աշխատի։ Մենակ Ռուսաստանը չէ, պարոն Պետրոսյան։ Շատ երկրներ կան, չէ՞։ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն։ Ես Ադրբեջան չեմ գնահատել, Ջերմուկի ժամանակ որ ինքը մեր վրա հարձակվեց, Ամերիկայի վրա որ Ջերմուկի ժամանակ մեր վրա հարձակվեց ամբողջ երկայնքով։ Բոլորի համաձայնությունը կար։ Իմ կարծիքով չէ, չկար։ Եթե լիներ այն ժամանակ ով էր զանգել, պետքարտուղարը չէ, զանգահարեց։ Ես հիշում եմ որ խոսեց Սալիվանը ու տեղից հետո քաղաքական գծով անվտանգության գծով խորհրդական ու տեղից հետո կանգնեց կոնֆլիկտը, բայց կոնֆլիկտը սկսեց ու մենք կորցրեցինք տարածքներ։ Այսինքն ես չեմ կարծում որ ուղիղ ասվում է այո կարող եք հարձակվել։ Ինչպես են իրանք դա իրականացնում, ինչ որ կրակոցներ լինում, ասում են կրակում են, ներից են կրակում, մեր վրա են կրակում, ու ինչ որ արագ ռազմական գործողություն է իրականացվում։ Եվ իրականում մենք ոչ մի բան չենք էլ գրավել։ Չէ, իրանք են գրավել։ Չէ, իրենք են ասում, մենք ոչ մի բան չենք գրավել, որտեղ սահման չկա։ Հա, չէ, իրանք գրավել են, վերցրին կարևոր ռազմավարական դիրքեր ու եթե իրանք Ջերմուկին չհաղթեն, մենք հոկտեմբերի 6-ի փաստաթուղթը չեմ կարծում որ կստորագրեինք։ Ջերմուկի հաղթելուց հետո, Ջերմուկում մեր պարտությունից հետո մենք մոտավորապես 2 շաբաթվա ընթացքում ստորագրեցինք հոկտեմբերի 6-ի փաստաթուղթը։ Հիմա դա դրական է թե բացասական այլ հարց է։ Բայց այն որ այդ հարձակումից հետո մենք դա արեցինք ու միջև այդ 2 տարի մենք դրանից խուսափում էինք, իսկ 44-ը պատերազմից հետո մենք խուսափում էինք, մենք ինքնորոշման օրակարգը փոխել էինք Լեռնային Ղարաբաղի մարդկանց իրավունքների եւ անվտանգություն տերմինով։ Եվ երբ որ մեզ հասնում են մենք ինչ նկատում ենք, մենք մեկ-մեկ նշում ենք նույնիսկ կարգավիճակ, միգուցե նաև անկախություն։ Ու եղավ մեր վրա 3 հարձակում Հայաստանի Հանրապետության, հետո եղավ Ջերմուկը, ու տեղից հետո մենք գնացինք հոկտեմբերի 6-ը ստորագրեցինք։ Այսինքն Հայաստանի վրա սպառնալիքը մեծացավ, Ադրբեջանը ապահովագրեց առնվազն Լեռնային Ղարաբաղը։ Իսկ միգուցե այդ ամենը բոլորին պետք էր այդ պահին։ Դա շատ լավ հարց է, ես համաձայն եմ դրա հետ։ Այո, կողմերին, եթե մենք նայենք Լեռնային Վերջնականապես փակել Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այո, ես համաձայն եմ, այս հարցը լուրջ քննարկման կարիք ունի, ու եթե մենք գիտական գրականություններ նայենք նման կոնֆլիկտների պարագայում, միջազգային խաղացողներին պետք է ինչ-որ մի տեսակ հանգուցալ լուծում։ Այսինքն խնդիրը ոչ թե արդարության հաստատումն է կամ արդար կողմի հաղթանակ, այլ իրենց պետք է կայունություն։ Իրենց համար իդեպ շատ նախընտրելի էր, չէ՞, Ալիևը ասում էր, չէ, որ ինձանից պահանջում էին Լեռնային Ղարաբաղը ճանաչել։ Իրենց համար դա էլ էր լավ տարբերակ այն ժամանակ, երբ որ Հայաստանը ձիու վրա էր։ Իրենք պատրաստ էին այդպես էլ լուծել։ Այդպես չստացվեց, Ալիևը համառություն ցուցաբերեց Թուրքիայի Ռուսաստանի օգնությամբ հասարդեն։ Իրենք տեսան, որ լուծումը այսպես է ստացվում, ասացին դե թող այսպես լուծվի։ Այո, այսինքն այո, միանշանակ հանձնենք։ Ինչպես են ասում են նիչիво լիչնովը, չէ՞, անձնական ոչ մի բան։ Խնդիրը
Հիմա եթե օրինակ այդ process-ները տեղի ունենան, այս նույն թրիփներ չէր տեղի ունենա, այս նույն լոգիստիկայի սահմանները չեն բացվի։ Տարածաշրջանի բացման հեռանկարները չէին առաջանա։ Ու ամենակարևորը ռուսական ազդեցության հարցն է։ Հիմա եթե Հայաստանը կարողանա այդ կոնֆլիկտը լուծել, իրանք կհամակերպվեն այդ իրավիճակից։ Եթե Ադրբեջանը կարողացավ լուծել, իրանք չեն կարող զորքեր բերել Լեռնային Ղարաբաղը հետ գրավել եւ տալ Հայաստանին։ Կարևոր հարց կա, դուք ասացիք, ռուսական ազդեցության հարցը։ Ադրբեջանում ռուսական ազդեցություն այսօր կա, որ այդ հարցը Ալիևը պետք է լուծի։ Իմ կարծիքով իրենց մոտ կա, բայց Եվրամիության տեսանկյունից կա, բայց մեր չափ չկա։ Մեր մոտ կա։ Մեզ մոտ ավելի շատ լծակներ ունեն ռուսներ հաստատ, քան Ադրբեջանը։ Արդյոք սա չի խոսում այն մասին, որ Հայաստանը այս ամենի համար, այս ամբողջ նախագծի իրականացման համար Եվրամիությունից կարող է պահանջել շատ ավելի բարձր գին, քան պահանջում է Ադրբեջանը։ Այն դեպքում, որքանով ես հասկանում եմ այն բոլոր ցուցիչները, որը ես բերեցի, խոսացող գլուխներ, Ալիևի հայտարարություններ, ժամանակի ձգձգում, որքանով ես հասկանում եմ, ընդհակառակը Ադրբեջանն է ավելի մեծ գին պահանջում։ Այն դեպքում, երբ ռուսական ազդեցության հարցը պետք է լուծի Հայաստանը պետք է սա վաճառի բոլոր աշխարհաքաղաքական գործոններին, այլ ոչ թե Ադրբեջանը։ Ես համաձայն եմ, Ադրբեջանը հաստատ ավելի շատ կարող է անել այս process-ում, բայց մենք փորձում ենք ավելի շատ անել։ Նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև Հայաստանը ինչ կարող է շատ լավ օգտագործել, որ նույն այս trip-ի մասով, չէ՞ որ եվրոպական կողմը ցանկանում է ներգրավել։ Հայաստանը պետք է փորձի միջազգային գործընկերներին բացատրել, որ օրինակ այդ 300,000 ադրբեջանցիների խոսույթը, որ Ադրբեջանը օգտագործում է, հետո դա օգտագործում է ստեղի ռուսական փոքսի ընդդիմության կողմից, դա ուղիղ խոչընդոտում է խաղաղության process-ին։ Այսինքն Ադրբեջանից գալիս է մի խոսույթ, որի շնորհիվ փոխրուսական ընդդիմությունը հավաքում է շատ ձայներ։ Այսինքն Ադրբեջան անուղղակիորեն խոչընդոտում է այդ խաղաղության process-ը, կամ ինքը թույլատնում է առնվազն իշխանության դիրքերը, որը որ փորձում է այս process-ը առաջ տանել, իսկ երկրորդը իշխանության ավելի է մոտեցնում այն ուժերին, որոնք դեմ են այդ խաղաղության process-ին։ Սա Ադրբեջանի խոսույթը ուղիղ ազդում է այդ ընտրության ձայների վրա։ Հիմա հայկական կողմը պետք է փորձի միջազգային գործընկերներին բացատրել, որ միջ Ադրբեջան ջեզնից պտուղներն է ցանկանում ինչ-որ մի բան անելու համար, օրինակ այդ բանաձևերը Ամերիկայի մասով։ Դուք մի հատ փորձեք իրենց ասել, որ այս նմանատիպ խոսույթների օգտագործումը ուղղակի տողպետարում է process-ը։ Ու սա իրականում եվրոպացիներին, ամերիկացիներին տրամադրում է լծակ Ադրբեջանի հետ խոսելուց։ Ու իմ կարծիքով մենք այս սա չենք օգտագործում, ես չգիտեմ ինչու։ Ես կարծում եմ, պարոն Պետրոսյան, որ իրականում շատ լծակներ կա, որոնք մենք չենք օգտագործում եւ ես էլ չգիտեմ դա ինչու է տեղի ունենում։ Այն դեպքում, երբ մենք 20 թվականի սեպտեմբերի 27-ից հետո գտնվում ենք մի իրավիճակում, երբ ցանկացած մեխանիզմ, ցանկացած գործիք մեզ համար կարող է հանդես գալ որպես փրկության փրկողակ, այսպես ասեմ։ Ինչևէ, շատ շնորհակալ եմ ձեզ այս զրույցի համար, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Իմ հյուրն էր արտաքին եւ անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոնի համահիմնադիր Դավիթ Պետրոսյանը, ես Դավիթ Ստեփանյանն եմ, ձեզ հետ իմ մանրամասները կհանդիպենք։